Բարի օր, իմ սիրելի հետևորդներ, բարի օր ժողովուրդ ջան։ Ինչպես եք, լավ եք, տոնական տրամադրություն մեջ եք, թե դուրս եկեք այդ տոնական տրամադրությունից, սիրելիներս։ Հիմա ուզում եմ այսօրվանից նորից սկսեմ ձեզ հետ միասին պատրաստելը։ Երկար սպասումից հետո համարյա մեկ շաբաթ ոչինչ չարեցինք, հյուրերի ճանապարհեցինք, ընդունեցինք սիրելիներս, բայց հիմա պետք է նորից անցնենք աշխատանքի ժամանակն է։ Այսօր որոշել եմ պատրաստեմ կարտոֆիլ, հավիք կրծքամիս, որպեսզի առանձին չասեմ, հիմա ամենասկզբից պետք է խորովեմ կարտոֆիլը էֆրայերի մեջ։ Հիմա էֆրայերը տաքացրել եմ, պատրաստ է, բանով փայլաթղթով փաթաթել եմ եւ դրել եմ մեջը, պետք է խորովեմ։ Հիմա պետք է գրիլն անեմ, խորովեմ, այսինքն ծխվում եմ հիմա այստեղ գրիլը, դրել եմ 230 աստիճան եւ 20 րոպե կդնեմ։ 20 րոպե կնայեմ, եղավ, չեղավ, ուրեմն նորից կավելացնեմ ու ձեզ էլ տեղյակ կպահեմ, սիրելիներս։ Ու հիմա միացրեցինք։ Ասեմ ձեզ սիրելիներս, հավի կրծքամիսը պետք է մանրացնեմ բլենդերով։ Արդեն վերջացավ մեր կարտոֆշկեն, պատրաստ է։ Հիմա հանեմ միջից, ընդամենը 30 րոպե։ Միակ 20 սկզբից դրեցի, հետո ավելացրեցի 10 րոպե, ոչ թե պատրաստ չէր։ Ու դրանից հետո արդեն 30 րոպե լրիվ հերիք էր, 230 աստիճան, 30 րոպե։ Հիմա շարունակում ենք։ Կարտոֆշկեն պետք է մի քիչ սառի, կարտոֆիլը։ Հավի կրծքամիսը արդեն բլենդերով անց եմ կացրել, սոխը կտրատել եմ, մանր եմ կտրատել, եթե դուք ուզում եք խոշոր անեք, հարց չկա, խոշոր արեք։ Վերցրել եմ 3 գնդիկ սպանաղ եւ մի քիչ մաղադանոս, թարմ է։ Հիմա լցնելու եմ ձիթապտղի յուղ, որպեսզի տապակեմ։ Դուք եթե չունեք ձիթապտղի յուղ, վերցրեք ինչ որ ունեք տանը։ Վերցնում եմ մի քիչ ձիթապտղի յուղ, լցնեմ կտրտած մանրացած սոխը, ուրեմն հիմա լցնելու եմ հավի կրծքամիսը, արդեն բլենդերով մանրացրած։ Սոխը տապակվեց, վերջացավ, արդեն հավը մի քիչ տապակվեց, բայց դեռ չեմ վերջացրել։ Նայեք, տեսեք, հիմա պետք է անեմ մի քիչ աղ, հետո կհամտեսեմ, դուք էլ նույնը արեք, որ շատ չլինի, համտեսեք ու տեսեք, եթե պակասություն անում աղը, դրեք։ Արդեն լցրեցի մաղադանոսը, հիմա պետք է գցեմ սպանախը, հիմա տեսեք ինչ եմ անում, հանում եմ կարտոֆիլի միջուկը, ոչ բոլոր, սենց թեթև թողնում եմ, մեր կարտոֆիլի գեղևը մեզ պետք է։ Հիմա ես կպատրաստեմ ուտեստը, դուք անցած անգամվա նման կդնեք անունը և շատ գոհ կմնամ ձեզանից սիրելիներս, անպայման օգնեք անունը որոշելու մեջ։ Հիմա սիրելիներս ունեմ 2 հատ խաշած հավկիթ, արդեն մաքրած է, այս հավկիթն էլ պետք է դնեմ, փաթաթելու եմ, մեր ուտեստը լրիվ փաթաթելու եմ խմորի մեջ, խմորը ձեզ կցուցադրեմ, ինչ խմոր եմ վերցնելու։ Կեղևները, կարտոֆիլի կեղևները, հիմա պետք է մի քիչ տապակեմ յուղով չորացնեմ։ Հիմա ես պատրաստեցի մեր կարտոֆիլը, խատարակաղով մանրացրեցի, հիմա մեր խառնուրդը, ինչ որ ունենք, պետք է դնենք կարտոֆիլի մեջ։ Կարտոֆիլը կտապակեմ յուղի մեջ, ձիթապտղի յուղի մեջ, այսինքն աղը կտամ մեջը, ես նորից աղ ավելացրեցի մսի վրա։ Հիմա արդեն խառնում եմ կարտոֆիլը եւ միսը իրար հետ։ Հիմա վերցրել եմ ֆիլո խմոր, նայեք,
Սիրելիներս, մի քիչ յուղ եմ անում տակը ու հիմա լցնելու եմ մեր ուտեստը իր մեջ ու փաթաթեմ։ Հիմա սա փաթաթելու եմ եւ դնելու եմ ջեռոցի մեջ։ Սա բավական է։ Մեր եփած հավկիթը, հաշած հավկիթը պետք է այսպես դնեմ իր մեջ, հավկիթով ավելի համեղ է։ Հիմա փաթաթում եմ։ Ամանը պետք է յուղենք, յուղ եմ քսելու երեսի շերտի վրա, որտև տակը արդեն յուղապատել էի, հիմա երեսի շերտն էլ յուղ եմ անելու, շատ համեղ է, միջուկը արդեն առանց ոչ մի բանի, փորձել եմ, շատ համեղ, հիմա մի քիչ երեսը կաղապատեմ համի համար, եթե դուք ցանկանում եք արեք, չեք ցանկանում մի արեք, բայց աղով ավելի համեղ է։ Հիմա դնում եմ գազօջախի մեջ եւ սպասելու եմ, դնելու եմ 25 րոպե։ 180 աստիճան 25 րոպե։ Հետո կնայեմ, եթե լավ է կհանեմ, չէ, նորից կավելացնեմ։ Հիմա արդեն պատրաստ է, անեցի դուրս գազօջախի միջից։ Հիմա շատ տաք է։ Պետք է կտրեմ հիմա։ Շատ համահունչ է մեր կարտոֆիլի հետ, հիմա մնում է փորձեմ, շատ համեղ է սիրելիներս, անմահական, ամեն ինչի համը զգում ես, կարտոֆիլը խրտ-խրտան, մեր ուտեստը խրտ-խրտան, ամեն ինչը համը, ամեն ինչը գեղեցիկ տեղը տեղին է, պատրաստեք և անուշարեք, ես շատ գոհ եմ իմ այսօրվա պատրաստածից ու առաջին անգամը չէ, որ պատրաստում եմ, իմ ընտանիքը շատ գոհ է ու շատ համեղ է իրենց համար, խնդրում եմ պատրաստեք, կերեք, գրեք կոմենտարներում ինչ համի էր, ինչպես ձեզ դուր եկավ, ես գոհ շնորհակալ կլինեմ, մեզ մնում է տարածել, հավանել և հետևել, մնացեք ինձ հետ, ձեզ շատ սիրող Ռոզա տատիկ